Ողջույն, գիտեմ չէիք սպասում, ես էլ չէի սպասում։ Ուրեմն առավոտյան 7:14 է, բայց ես արթնացել եմ 5:30, որովհետև ես այսօր եկել եմ ինչ-որ տեղ, որտեղ։ Հստակ հեսա կիմանաք դուք էլ, բայց ուղղակի կարող եմ ասել, որ շատ էիք ուզում կոմենտներում միշտ խոսում էիք, գրում էիք։ Ալկոմսեի բացառ։ Արասել շարեք։ Լույսից։ Անջատում եք դառնալու։ Լավ, ուզում եի ասել, որ դուք շատ եք գրել մեկնաբանություններում այս մասնագիտության մասին, ու ես չէի պատկերացնում, որ հնարավոր է այս մասնագիտությունը իրականացնել, եթե ինչ ուշադրություն մի դարձրեք, ուղղակի չքնած եմ։ Շնորհակալություն, գնացինք էլի միտեղ, որտեղ հիմնականում բոլորը տղամարդիկ են։ Ծանր օր է սպասվում։ Կոշմար իրավախախտում է։ Քաղաքացիներ անցումներից օգտվեք։ Չի կարում։ Կամրակապվեք։ Չեմ հասկանում։ 10-ից է գալիս հաստատ։ Էս ինչ, էս ո՞նց են խփել։ Կանգնեց ուրիշ ձև, բարևեց մենակ տղերքին։ Չէի ուզում իրան արձանագրել։ Քոչարյանը մնացածը կասի։ Բայց քլով նեղված էր զգացիք։ 12:66 լսում եմ։ Հասկանում եք։ Կոմենտես։ Չէ, բան չկա, հասկանում ես կոմենտելու։ Գնացինք։ Բարև ձեզ, մենք նկարահանման ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի գալուս բարեկային ծառայություն։ Բարև ձեզ։ Ոնց եք արթնանում այս ժամին մի հատ հարց։ Մենք արդեն արթուն ենք ժամուկես։ Մենք էլ, ես իհարկե ուշացա, բայց Սովորական ընթացակարգ է, որտեղ ծառայությունը մեկնարկում է առավոտ ժամը 0:00, այսինքն մենք պիտի այստեղ ներկայանանք առավոտ 0:00։ հասկացա։ Ինչ ենք անելու այսօր։ Ես օգնելու եմ ձեզ։ Շատ Որոշեցի, որ բարի։ օգնելու եմ։ Մենք կստանանք մեր գույքը, զենքը, այնուհետև բարեկային մեքենայով դուրս գանք երթուղի ծառայության։ Լարվեմ։ Չէ, պետք չի լարվել։ Գնացինք։ Իսկ ձեր մոտ շատ են աղջիկները։ Ու ամեն ստորաբաժանումում 3, 4, 5, Հա, 6 նույնիսկ 10% դա խոսքը վերաբերում է շարային ստորաբաժանմանը։ Պարոն Խոցանյանը մեր վարչի հրամանատարի տեղակալը։ Այս գործի ժամանակ ազգանով ենք իրար։ Քոչարյան։ Հա, իհարկե։ Ես այսօր ծառայում եմ 3-րդ գումարտակի 3-րդ վաշտում։ Այսքանը։ Գնանք։ Վայ, ինչ լավն է։ Ինչ-որ մեկով ես լավ։ Եկեք։ Ես բերել եմ ռեզին։ Մտածել էի։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստ եմ, կխնդրեմ գնահատել արդյոք սազում է ինձ այս համազգեստը թե ոչ, եւ արդեն լրջանանք եւ գնանք աշխատանքի, շնորհակալություն։ Վերջ։ Վայ, լարվում եմ այսքան մարդու։ Շատ եմ ինչ-որ այսօր լարվում։ Նոր ծառայողն եմ, բա սպասում եմ։ Հա, բարև ձեզ։ Հրկարի ժամանակ է ինձ լարվում։ Շարքի պահին շատ։ Եկեք ժողովուրդ ջան, համեցեք։ Այսօր մեր վարչի ծառայության այլ ներգրավելու է Քոչարյանը։ Ես ասում եմ, որ մի տեսակ հենց ուրիշ աշխարհ է այստեղ։ Ու հենց լարված եմ, հասկանում եմ ինչքան բարդ աշխատանք է եւ պատասխանատու։ Գնում ենք հրանգավորման։ Հասկացա։ Բարև ձեզ։ Ես ուզում եի ասել, քանի սպասում ենք, ուղղակի գնաք մեկնաբանություններում գրեք, թե մյուս թողարկումների ժամանակ ինչ մասնագիտություն եք ուզում, որ ուսումնասիրեմ, իսկ սա ձեր ամենապահանջված մասնագիտություններից մեկն է եւ այդ իսկ պատճառով ես հիմա այս տեսքով եմ։ Էլ ինչ ունեիք, առաքիչ։ Առաքիչ, այն մատուցող, անասնաբույժ, կարող եք գնել Անասնաբույժ։ Անասնաբույժը շատ լավ է։ Դա առաջինն է, ճիշտ։ Չէ, առաջինը մատուցողն էր։ Անասնաբույժը առաջին անհասկանալին էր։ Դիտելուց, հա, բոլորը կարծում եմ այդ
Հա, Անասնաբուժից եկավ։ անասնաբուժը։ Որը ծանոթանում են նախ տեղամասերի հետ եւս մեկ անգամ ու տեղամասերում առկա խնդիրների հետ։ Բոլորս էլ տեղեկում, որ ունենք ճանապարհատվածներ, որտեղ որոշակի մեծ հաճախականությամբ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, ուշադրության կենտրոնում պահպանատվածները, իսկ թվում է քարտեզի վրա բոլորը էլ այդ ճանապարհատվածները գիտեք, հա, պատկերավոր սեղանային հատվածում ունեն։ Դրանք պահպանում ուշադրության կենտրոնում, ժողովուրդ ջան, մեր օրվա խնդիրը դա է։ Ոչ թե։ Այո։ Դա հարցը չկա ժողովուրդ։ Ես միշտ ուզել եմ ասեմ, ուղղակի զնդացել եմ ես այդ մարդը չեմ, որ պիտի ասի մի անցեք կմահանաք։ Այսօր կասեմ։ Անի կերտանի ձեռքերը։ Վայ, Իրանք ինչ անում, ես էլ անեմ։ Վազգազ։ Ողջույն պարոն ավակ լեյտենանտ։ Ազատ։ Դուք տեխնիկան ստանալուց հետո նստում եք ծառայական ավտոմոբիլները ու ըստ տեղը բաշխան։ Գնացինք գույքը ստանալու սահադաշտում։ Բայց գույքը արդեն չենք ստացել։ Չէ, այդ գույքը չէ։ Այդ գույքը չէ։ Հիմա տեսեք ինչեր ենք ստանում։ Բարև ձեզ։ Ստացանք։ Գնացինք։ Այ ուր։ Ներս տեսախցիկ ստանալու։ Տեսախցիկ ես ունեմ։ Բայց չի։ Ուրեմն մենակ ես կստանամ։ Արի, բայց տես։ Տեր ուզում։ Չէ, լավ եկեք ինձ էլ տվեք։ Մենք ունենք մեր տեսախցիկը։ Իսկ դուք ունեք վարորդական վկայական։ Չեստը պետք չի խապում։ Հա, լավ, հա, իրոք։ Այսը դեպքը չի, այստեղ մեջ չեն խափում։ Բայց явներ է, բայց շատ явներ։ Բայց շատ явներ է, բայց որ խափում եմ։ Գնացինք մեքենան ընդունելու։ Այո, Մենք այսօր ծառայություն ենք իրականացնելու 1266 բարեկային մեքենայով։ Բարեկային մեքենան ընդունելուց առաջ նայում ենք ընդհանուր ամբողջ մեքենան, արտաքին վնասվածքները արկա են թե չէ։ հա, սարքավոր։ Նորմալ վիճակում ընդունենք մեքենան։ Նստեք մեքենան Այո, ու դուրս գանք ծառայություն։ այո, որտեղ նստեմ։ Դիմացը նստեք։ Շատ գոհ եմ այսօրվանից։ Վախենալու չի։ Բայց վախենալու չի։ Մարդիկ վախենալու չեն այդ հանցագործներ եւ այլն։ Այս մեր թաբլետն է, թաբլետով մուտք են գործում մեր անձնական կայքեջը, որի միջոցով նշում ենք, որ արդեն դուրս ենք եկել ծառայության։ Գնում ենք ծառայության, արդեն ծառայության ենք ավելի ճիշտ։ Հիմա եթե կանգնենք մի հատ մեքենայի կողք, կարող ենք բանավոր դիտողություն անել, եթե ամրակապված չէ։ Ոնց եք անում դիտողություն։ Օրինակ նայում եք, եթե ամրակապված չեն, կարող ենք եւ բանավոր դիտողություն իրականացնել հիմա։ Ոնց որ չի ես Կարող մարդը։ ենք ոնց որ չի երևում։ որպես բարեկայի ծառայող դու պետքա վստահ լինես։ Անշուշտ, բայց ոնց եք դուք վստահ լինում, եթե չի երևում։ Դե եթե չի երևում, Չեք կանգնացնում։ Բնականաբար, եթե տեսադաշտը այնպեսին է, որ չի երևում հանձը ամրակապված է թե չէ, ինքնով չեն կարող կանգնացնել։ Մենք պիտի Իսկ չեք առնվազն կարող կանգնացնել, ասել տիպը այդ ժամանակ նայել։ Թե կասեն, հա։ Ճիշտ լինի, կանգնեցնած առաջ հստակ պետք է հիմքը լինի, թե մենք տրանսպորտային միջոցը ինչի համար ենք կանգնեցնում, որովհետև դա օրենքով ամրագրված է։ Հա, անշուշտ։ Ինքը Իրանը տեսա։ Ամրակապված է։ Այո։ Շնորհակալություն այդ վարորդին, ամրակապված Շնորհակալություն, որ ամրակապված եք վարում, բոլորը թող վարեն ամրակապված, որպեսզի լավ լինի ամեն ինչ։ Մեր ես քեզ ինչ պատմություն եմ։ Հասկացաք այդ հաղորդման ամենասկզբից ուզում ես փոխես։ Իստում է շատ լավ վարորդ կլինեմ, որտեղ պապաս շատ լավ վարորդ է, իրան գրեթե չեն կանգնացրել։ Պապաս իդեալական վարորդ է, հեշտեգ պապա։ Կենտրոն գնանք։ Գնանք։ Կարող ես թաբլետից օգտվել, նայեք, տրանսպորտային միջոցի համարը։ Օրինակ այս դիմացի երկու մեքենաների հաշվառման համարիչները կարող ես մուտք անել եւ որոնում անել։ 37։ Հաճ։ Վեյ։ Փոխի լատինատար։ Ոնց է փոխվում։ Վայ։
Հիմա մենք գիտենք ով է վարում։ Կարգավիճակ, գործը, մագնիշ, այո։ Նորմալ է, տրանսպորտային միջոցը ոչ մի խնդիր չունի։ Ինչ ասեմ? Ասա անցեք հետիոտային անցումները։ Վախենում եմ։ Արգելի քաղաքացի, օգտվում եք միայն հետիոտային անցումներից։ Շատ եմ վախենում։ Հարգելի քաղաքացի, խնդրում եմ օգտվեք հետիոտնային անցումից։ Լավ։ Սկսում եմ այցը պատասխան։ Լավ էր էս մարդու մեքենան։ Հեսա մյուսը կստուգեմ։ Նորմալ է։ Եթե ինչ-որ թելություն ա լինում, ինքը կարմիրով ցույց է Հա, տալիս։ այս մարդը հանգիստ է նստած, իսկ նա ամոթել է ամեն ինչ, լավ։ Անհանգիստ ոնց ես պատկերացնում։ Ինձ թվում է մի քիչ կգա դեմքի, ես դերասանուհի եմ, դեմքի արտահայտություն կա, որից կհասկանամ, որ ինքը անհանգիստ է։ Կամ ինքն էր լավ դերասան, որ չեմ հասկանում։ Մեր վարորդները արդեն սովորել են դերասանական հմտությունները։ Հմտությունները։ Բայց այս ավտոներ ստուգելը շատ բան է։ Շատ լավ բան է, որովհետև շատ կարևոր է։ Նա օրինակ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լսում եք։ Կամրեմ։ Շնորհակալություն։ Ուսում էի ասել ձեզ։ Ձեզ էլ բարի ծառայություն։ Ասում եք երբ կարող ենք անցնել Ամառայինի, ասեցիք ապրիլի 15-ը։ իմացաք, չէ։ Մինչև ապրիլի։ Մինչև ապրիլի 15-ը չփոխեք, կգամ։ Շրինադու չփոխեն։ Որ գամ։ Արագասեք մեքենաների երկրորդ շարքից դուրս եք վերում։ Խցանում եք ստեղծում դուրս վերեք մեքենաների երկրորդ շարքից։ Այո։ Օրինակ այս մեքենային կարող ես հայտնել, որ երկրորդ շարքից դուրս եք։ Ինչ ասեմ։ 111-29 Volkswagen-ի վարորդ մեքենան մոտեցեք դուրս վերեք։ Հարգելի Հարգելի չէ, 111-29 Volkswagen-ի վարորդ։ 111-29 Volkswagen-ի վարորդ մոտեցեք, դուրս բերեք մեքենան։ Էս է կա վարորդը։ Հա, Փորձի դիտողություն։ Հեսա լուրջ կասեմ։ Հա, այս ուղղակի փորձնական է։ Հա, օքեյ։ Շոքեցի։ Մի քիչ ավելի կոշտ ձայն։ Հա, շատ Շատ պուծիկ է։ ջղային չէ, բայց 940-61 մոտեցեք մեքենային։ Համարը չէի տեսնում, էլի զուտ։ հա, չեմ գայնեմ որ տեսնես։ Լավ է, պետքա լուրջ լինեմ, որ չմտածեմ ստեղ բանը, հա։ Բան չեն գանում, ոնց դեմքով։ Բայց այդ մի տեսակ շատ լավ աշխատանք է, որ դուք կարգ ու կանոնն եք ապահովում, անկեղծ։ Սենց ամեն ճիշտ հարակներում ենք դնում։ Ենք, տեսեցի՞ արդի ենք։ Ես արդեն ներգրաված այս ազգանվեր գործին։ Իսկապես ազգանվեր։ Իջացրեք պատմանը, ասա որ ամրակապի։ Ամրակապվեք։ Չեմ Չեմ պահեմ ծիծաղս վրաս մեն Լուրջ մերսի։ ներքով։ Հումորի պես էլի, ու կատակա Հա, անում, կամ կատակա անում, Կատակ էր անում, հետ եկեք։ ամրակապված է։ Շատ եմ ամաչում նայեմ, բայց ոնց որ չէ։ Ամրակապվեք։ Չեմ կարում ես մարդ, լավ վերջ ես վերջիններ, մնացածը ասելու եմ սենց լուրջ։ Բարև ձեզ, ամրակապված չեք վարում։ Հիմա ամրակապ։ Շատ, ես առաջին անգամ հասկանում ես, խախտում եմ խոսել, տենց չի եղել իմ կյանքում երբեք։ Քաղաքացիներ անցումներից օգտվեք։ Ինչ ջղային է։ Արտերեք միայն հետոտային անցումներից։ Կա, այս ժամը կա դրված, որ 11-ից 24-ը արգելվում է։ 320-61 մոտեցեք մեքենան դուրս բերեք։ Ձենս լսում եք։ Ոնց որ չեմ։ Կամերա կապվեք, բարև ձեզ։ Արդեն շատ տենց լավ մտար ների մեջ։ Ձենը բան, սաղ տեղներ։ Բայց անգամ պուպսիկ ասեցի հիմա ժպտաց, ասում էի գնա գրքեի։ Ասա անցումներից օգտվեք։ Մի վարքան։ Այստեղ է, այս ձեձային։ Արգելի քաղաքացիներ, անցեք փողոցը սպասեք։ Անցեք սպասեք։ Վախենալու եմ ասեմ, դուք ասեք։ Հիմա գործողություն ենք իրականացնում։ Կառակման։ Բարև ձեզ։ Բարեկային ծառայությունից Սարգսյան նշենք ծառայությունը տեսաձայնագրում է։ Ունեք փաստաթղթեր ձեր մոտ։ Ներկայացրեք։ Կարող եք իջնել կոչել։ Հա։ Բարև ձեզ։ Հարգելի Գարուսյան, վարչական իրավախախտում եք թույլ տալի։ Այն է, ճանապարհը հատում եք չնախատեսված վայրով։ Դրա վերաբերյալ ուրեմն արձանագրություն է կազմվելու։
Բա ինչի անցումով չեք անցել։ Շաբաթ օրը դեպի երթերեկություն։ Բա որ մի բան լիներ ձեր հետ։ Ձեր համար է անցումները։ Էություն ասում որ տեսադաշտում հետիոտային անցման արկայության դեպքում ճանապարհահատվածը հատել եք հետիոտային անցումից դուրս։ Տուգանքի չափը կազմում է 10,000 դրամ։ Վարչարության ընթացքում իրավունք ունեք դիմավորող առարկություններ ներկայացնել, եթե իհարկե ունեք։ Ինչպես նաև որպես հավելյալ զեղչ ունի, որոշումը ստանալուց 15 օրյա ընթացքում վճարելու դեպքում 30% զեղչից կօգտվեք, այսինքն կվճարեք 7,000 դրամ։ Հիմա սպասեք որոշման օրինակը տրամադրեմ։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Չի կարում։ Հազիվ եմ դիմացել, որ չասեմ այդ մարդուն չանենք արձանագրություն։ Ցանկացած պարագայում քաղաքացուն պետք չի հարցնել, թե ինչի համար եք կատարում այդ վարչական իրավախախտումը։ Ինչի չեք անցնում հետիոտային անցումների։ Հա, տենց ասեցի։ Նայեք, բոլոր հետիոտները ունեն պարտական, իր պարտականությունների մեջ մտնում է ճանապարհը հատել, թույլատրված հատվածներն են։ Դրա խախտելը առաջացնում է պատասխանատվություն, բայց հարցադրում անել թե ինչի, ինչը տակ կարա շատ հանգիստ պատասխանի օրինակ տենց եմ ուզում։ Դու գանում եք։ Հա, հասկացա։ Չենք հարցնում ինչի։ Ասեց ուշանում է։ Հա, ասեցի ինչի է կանցել, ասեց ուշանում է։ Ասեցի տեսեք հիմա ավելի ուշացեք։ Այնց ուշադիր եմ նայում, ամրագոտուն այս տղունը չեմ հասկանում։ Բայց նաև պետքա ուշադրություն դարձնես ոչ միայն ամրագոտուն, այլ նաև որ ղեկին չի կարելի ծխել, հեռախոսով չզբաղվել։ Եվ հետո իրենց համար է, էդ էլ է պետք ճիշտ է ֆիքսել։ Այսօր մենք Երևան քաղաքում ունենք վրաերթով մահացածների 45 մահ ավելի քիչ։ Այդ պատկերացնում եք, որ կատարած աշխատանքի արդյունքն է, որ անզիջում տուգանվել են խմածները, անզիջում տուգանվել են արագություն գերազանցողները, կամ օրինակ, չգիտեմ, հետիոտներն են տուգանվել։ Երկրորդ շարքից արագացող, արագացող դուրս գալով։ Ինչ են կանում ստեղ։ Ինչ։ Վիմենչիկի դա։ Պետք է հիմա էլի գտնեմ։ Չէ, էս հոպան է։ Էս չէ, կապույտ է հանել մեքենան։ Այսինքն կապույտ մեքենաների հետ Փրկված են, մենակ այսօր։ 76 առաջանակ առաջացածին կտաններ։ Ինչի։ Նա դու թաբլետով ստուգի մեքենա։ Նայում ենք, նորմալ է, մեքենան իր անունով է, ամեն ինչ նորմալ է։ Արձանագրություն կազմելու ենք ղեկին ծխելու համար։ Մի ծխեք ղեկին։ Առասարակ մի ծխեք։ Թարգեք ծխելը։ Մի ծխեք ուղղակի։ Այո, 0.5 տուգանային միավոր։ Շատ կարամ նայես Իմ մոտ բալերը ցույց չի տալի, բայց կարեք մտնեք ձեր Road Police-ը, այնտեղ ամեն ինչ ցույց է տալիս։ Տուգանքի չափը Vivo-ի 135 Prim 2 առաջի մասով է, չափը 7000 դրամ մինուս 0.5 տուգանային միավոր։ Բայց 7000 դրամն է իր երթին 15 օրյա ընթացքում վճարելու դեպքում 30% զերծ չա կիրառվելու։ Կոչերեն ջան, բեր։ Մի հատ նորից ստորակ։ Ուր է տպելու բան է։ Հարցած շոսա։ Սա միկրոպկա կա։ Հա, всё, դա, հեսա։ Չէ։ Ինչ որ գնա։ Դա ճգնելը լավ չարեցի։ Օй։ Իշի, որ մոտիկանում ես այդ կադրը բուկը, նա ցենց պատպյար։ Այսինքն փչացել է։ Ինչ ա եղել։ Հեսա ուրեմն բրթենք անենք ընդեղ։ Գնում ենք Մեքենան օգնում, բրդում գազը են։ վերջացել է, մեքենան բրդում ենք։ Պես սպասի, մի րոպե սպասի։ Թող հալստո։ Գնա կանգարի առաջը։ Չէ իրարել։ Չէ, երբեք։ Ծալի, լավ է։ Աչ բայ։ Շնորհակալություն էլ հայտնեցին։ Շատ գոհ եմ ես կյանքից այսօր։ Բարև։ Ասացին մենք նայում ենք, հասկացել են որ գործից գործն է ինձ թվում է։ Վայ, այս շատ լավ գործ էր այս պահը։ Նա տեսնում եք։ Շատ գոհ եմ։ Աջի խմի, շիշներս հետ գա։ Ես չգիտեի որ sense բաներ անում եք։ Բայակ է։ Իսկապես չգիտեի։ Ոչ։ Հա, անկե։ Դա մեր պարտականություններից մեկն է։ 1266 ջուրվեժն 1266 լսում եմ։ ազատ եք, Այո։ ես վտան եմ փոխանցումություն եք մոտեցեք։ Եղավ ընդունեցին։ Եղավ ընդունեցին։
Տայել մեքենայի դիմացից։ Ոնց տեսակ տեղի էր ունեցել վթար, հիմա ամեն ինչ լավ է։ Մարդկանց հետ կարևոր է, մի երեխա եղել, վախեցել է, բայց էլի ամեն ինչ լավ է։ Հիմա կարգավորում ենք ճանապարհը։ Արագ, արագ։ Եկեք առաջ, ահա։ Տխուր է ինձ թվում է։ Հետո ասեցին, ինչ ա եղել, բան ասեց, բան չէ, մենակ երեխա էր, իր այդ պահով տխրել էր շատ։ Լավ մարդ երևաց։ Նոր մտածում եմ մի հատ բան, որը կասեմ վերջում։ Իսկ դուք այս հաղորդումը, այս թողարկումը եթե հավանեցիք, օրինակ ես շատ եմ հավանում ընթացքը։ Կարող եք լայքել, բաժանորդագրվել, մի խոսքով ամեն ինչ, որ բաց չթողնեք։ Всё, նստենք։ Իդեալական։ Բարեկայի ծառայությունը Սարգսյան, նշում ծառայությունը տեսաձայնագրվում է։ Արգելիներս, ճանապարհը հատում եք չնախատեսված վայրը։ Հետիոտային անցում կա, մի փոքր ներքև խաշմերուկում էլի հետիոտային անցում կա։ Իրար հետ եք միասին եք։ Անձ աստոտող փաստաթուղթ ունեք ձեր։ Մոչելան տապիչը հանի։ Չեմ հասկանում, ասում ներեք։ Վարչարության ընթացքում իրավունք ունեք դիմում բողոք առարկությունը ներկայացնել։ Իրավունք ունեք օգնել իրավաբան տղամարդի ծառայություն գանգատարկել 30-ամյա ընթացքում վերադարձության կապված ստորագրել կամ հրաժարվել ստորագրությունը։ Ասեց արիստեգից չանցնենք, ասի չէ արիանցնենք։ Vodո։ Նոր եսել անցա, ինձ էլ չեք ուզում շտապը։ Այ որ տեսած ունեինք միանշանակ այո։ Ձեռով արեց։ Չենք նկատել։ Մյուս անգամ ավելի ուշադիր կլինի։ Ամեն ամյակ անցնեմ ինձ էլ շտապ։ Եթե շատ եք ուզում, բայց չենք թողի հասնել, որտեղ կանխիչ գործողություն իրականացնենք, չենք թողի հասնել։ Գանում եք դուք նկարացնում եք, որ ինչ է։ Անձին աշխով նկատած արդեն իսկ ինչ կա, ով ասել։ Ես։ Դες բան գործ։ Այո, բարձրացած գործ։ Ուրեմն կատարել է վարչական իրավախախտում, չկա դες։ Մեքենայի տեսախցիկն է նկարել դա արծ երկրորդ կողմն է։ Հա, նկարացա։ Չէ, տեխնիկական հնարավորություն չունենք։ Բա ո՞նց անենք։ Այ կարող եք նշեցի 30-օրյա ընթացքում վերադարձության կարգով բողոքարկել, այնտեղ մնացածը մանրամասն ձեզ կներկայացնեմ։ Okay, շատ լավ։ Դասմատեք եք ձեր հարցերի պատասխանը մայրիկին նկատի։ Եթե հարցեր ունեք զուտ իրավիճակի հետ կապված, կարող եք հարցերն ինձ ուղղել, ես ձեր հարցերին փորձեմ պատասխանել տալ։ Բան չունեմ ասելու։ Ես այդտեղ հասկանում եմ, ես ուղղակի լուր լսում եմ, որ ամեն ինչ լավ ավարտվի։ Ինքը շատ անսպասելի եղավ, որովհետև այդ մարդիկ, ովքեր արել էին խախտումը, իրենք այդքան չէին պատրաստվում DJ-ին ու ինչ-որ պայքար էին, բայց մարդը, որ ընդհանրապես կապ չուներ այդ ամեն ինչը, չգիտեմ այդ մարդը վերջը ինչ ուզեց ասի։ Ինքը ինչ-որ իրենց հարազատն էր, ոնց որ, բայց ամեն դեպքում շատ ջղայն եկավ, էլի պատկերացրիր, այսինքն նորմալ է, որ կարա հարցեր տա, վստահ եմ, ասենք ես հիմա չլինեի այսօր ոստիկան լինեի ուղղակի վարորդ, ես էլ կարող եմ հարցեր տայի։ Ես օրինակ որ ինչ-որ ման չտիրապետեմ, ինքան չեմ կարող այդքան վստահ խոսամ։ Մերսեդես սպասի, Մերսեդես, սպասում ես։ Իսկ այդ ինչ պիտի անենք։ Այս կաշմար իրավախախտում է, այս համաձայն եմ։ Այս դաժե մարդկային բան է, էլի սեն։ Ո՞ց կարելի է, էլի ցխել գետնին։ Ջղայնանում եմ։ Ես գամ էլի լուր կանգնեմ, չէ՞։ Կարող եք նստել։ Բարեկային ծառայությունը Սարգսյան նշեմ ծառայությունը տեսաձայնագրվում է։ Վարչական իրավախախտում եք թույլ տվել, արգելի վարորդ։ Օգտագործելով ծխախոտային արտադատեսակ, վերջում դրա մնացորդները դուրս եք նետել։ Իդեպս մարդը մենակ տղերքին բարևեց, ահավոր զսպում եմ ինձ, որ չասեմ, ինչի ինձ չբարևեցիք։ Ինձ պետք է ասեմ, ուզում են նոր։ Տպիչը մոռացանք։ Նազ բանով երևում է։ Ռոատ պոլիսում երևում է, եթե պետք չի, վերջ, ռոատ պոլիսում արդեն երևում է, դուք արդեն էսպային համարվում եք տեղում ծանուցված և 15 օրյա ընթացքում
լուծելու դեպքում 30% զերծված եք լուծելու 25000-ը։ Հաջողություն ձեզ։ Ցտեսություն։ Մյուս անգամ նամանավանդ այդ իրավախախտումը մի կատակ, որտեղ Երևան քաղաքը բոլորիս է, Երևան քաղաքը պետք է պահենք մաքուր, որտեղ այդ մեզից է։ Այնքան իմ սրտից էր այս տողերը, ես ուզում ասեի։ Ասեցի ամբողջ ընթացքում բան չեմ խոսել, ուզում էի վերջում ասել եւ առասարակ պետք չի մեր քաղաքը հաղթել ասել։ Այն ինչ ուզում էի ասեի դուք ասեցիք է։ Իրենք սկզբից դուրս եկավ ուրիշ ձև, կանգնեց ուրիշ ձև, բարևեց մենակ տղերքին, մեկա հիշում եմ, բարևեց մենակ բարև տղեկ ջան։ Եվ հետո արդեն կեսից նայեց ինձ, ֆիքսեց, որ աղջիկ էլ կա, մտքի մեջ բարևեց ուսամ գոնե։ Հետո արդեն ընդունեց իր մեղքը։ Նենց լավ էր, ապրեք, որ ընդունեցիք ձեր մեղքը։ Ես ֆիքսեցի դա, որը շատ կարևոր էր։ Գնացինք։ Անցեք աչարտացում սպասեք, անցեք աչարտացում, անցեք աչարտացում սպասեք։ Ասում, ինչ ասում, որ անցել է, բայց նա պուճուրա, դասից է գալիս հաստատ։ Բայց դասից է գալիս։ Բարև ձեզ։ Հայ տարեկան եք, 17 տարեկան եք, ուրեմն ճանապարհը պետք է մատեք, միայն եթե Խնդրում եմ։ Այսինքն գիտեք ու չեք անում, չգիտա ճիշտ ասած դրանը։ Չգիտակ, Քոչարյանը մնացածը կասի։ Ես ուղղակի ուզում էի, որ ձեզ զգուշացնենք, բայց չարձանագրենք, եթե դեմ չեք այս անգամ, բայց այսօր գիտեք քանի հոգու ենք արձանագրել։ Էլ երբեք չանեք սենց բան։ Ձեր համար ենք ասում իսկապես։ Հաջողություն։ Շատ եմ ուրախ։ Շատ cute է։ Տեսակ ինչ պուճուր էր։ Սովորող էր, նա իսախ ճիշտ եմ ասել։ Հաստատ դասից էր գալիս։ Ու ասեց չգտա։ Շատ եմ գոհ, ասեց շնորհակալություն շատ, իմ 1000-րդ շնորհակալությունն է սորվա։ Շատ ուրախ եմ, ինձ թվում է երբեք չկանցնի, եթե կանցնեք, չգիտեմ արդեն։ Ամոթ ձեզ, եթե անցնեք։ Բայց ամոթը մի կողմ, կարող է չլինեք, որ անցնեք։ Վերջում որ ասում եք շնորհակալություն, այդ ինձ թվում է ամեն ինչ արժի էս մարդկանց համար։ Դրա համար ասեք։ Շատ եմ ուրախ, շատ անսպասելի էր, որ ասեցիք Քոչարյանը կասի, ու ես Դե ես նայեք, ես առասարակ եթե նայենք ուղղակի առօրյա կյանքում միշտ կարամ ամեն ինչ խոսեմ, բայց քանի որ ես ձեր կողմից եմ, ոնց որ ինձ թվում է մասնագիտական բաներ պիտի ասվի, որին ես չեմ Հա, բարախրատականը միշտ ինձ թողեք։ Մեր Ահա, գնում ենք խաչմեր ու կարգավորենք։ Իդեպ իմ նիքնեյմը 588, 588։ Հիմա մենք գտնվում ենք Գայի Մայլյան խաչմերուկում։ Այո։ Զեյթունի կողմից գալացողը հակում ենք իր կանաչի ժամանակ, այո, եւ Գայի պողոտային թողում ենք դեպի ներքև։ Հաջորդը մենակ ես անելու։ Նա ինչքան մեքենաների շարք է ինձ սպասում։ Հիմա նայեք, հիշում եք, որ հելնողներն են խցանում։ Հիմա էլ խցանում չի, գիտես ինչի համար։ Մենք էսի բացեցինք, վերևն է բացվեց։ Նոր-նորքի բնակիչներ, շնորհակալություն եք հայտնում Քոչարյան մերին կազմակերպելու համար ձեր անվտանգ երթևեկությունը։ ուղղություն է ստալել։ Եկեք ես կողմ։ Իմ բնավորության մեջ է դա ուղղակի այս կողմ։ Սամ ջան, քեզ կցան ավտոտակ։ Չէ, դե դու Ես տեղ եմ։ Այո, անցեք, Աղջկա վեր հեռախոսը խոսում էր, գնացինք, Արեկային ծառայությունից սարքսան նշենք ծառայությունը տեսաձայնագրվում է։ Ընթացքի ժամանակ իրավունք չունեք ձեռքի օգտագործման, օգտվեք հեռախոսակապից։ Շատ լավ ստացվեց խաչմերուկ կարգավորել է իրականում։ Մեկ անգամ ցույց տալուց հետո միանգամից կարողացավ արագ ինտեգրվել այդ գործառույթի մեջ։ Անձանց դիտողություններ անել, բանավոր նախազգուշացումներ անել շատ լավ։ Ուղղակի մի փոքր շատ խղճով է այն հարցը, երբ որ արդեն հասնում էր անձանց վարչական պատասխանատվության ետարկը, մի տեսակ չէր ուզում։ Չէի ուզում իրան արձանագրում, ուզում էի ուղղակի խոսալ մեր հետ։
վստահ էր գործում արդեն, որովհետև այն մարդը, որ առաջի անգամ է նստում բարեկային մեքենա եւ ունի այնպիսի գործառույթ, որը որ կապված է քաղաքացիների հետ, ինքը իրանից պատասխանատվություն է ենթադրում ու ինքը կարծում եմ շատ լավ անցավ։ Էությունն ասում է, որ վարորդը ձեռքի օգտագործման պնդասկի ժամանակ օգտվել է հեռախոսակապից։ Նշեմ, որ վարչական պատասխանատվության սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 11-րդ մասով սանկցիան 10,000 դրամ մինուս 1.5 տուգանային միավոր։ Հաջողություն ձեզ, բարի ճանապարհ։ Շատ պոզիտիվ ծառայող է, արդեն հայտնում եմ որպես ծառայող էլի, շատ պոզիտիվ է։ Ես հասկացա, որ ես չէի ուզում, որ արձանագրություն գրեինք, ես ուղղակի ուզում էի աղջկա հետ շփվել։ Ուզում էի հասկանալ աղջիկը ձեր հետ ոնց է շփվում, բայց ինքը լավ մեղված էր, զգացիք։ Իսկ ով է մեղավոր։ Առաջին շրջանում լարվածություն կար, բայց ընթացքում ասեմ, այդ լարվածությունը շատ արագ էլ անցավ, սպասվածից դաժե ավելի արագ անցավ, ինքը ոնց համարվում է բավական լավ էր։ Նայեք, հստակ ասում եմ, վթարների մեծամասնությունը լինում է ավելի շատ անուշադրության պատճառով։ Իսկ անուշադրության համար առաջին գործողությունը, որոնք որ վարորդները անում են, որի արդյունքում ուշադիր չեն, եկին դա հեռախոսով զբաղվում են։ Ամենայն դեպս վաղ չեմ նկատել բացառությամբ առաջի անգամ, երբ որ բարձրախոսը վերցրեց ձեռը, բայց դա վաղ չէ, դա ավելի շատ լարվածություն էր։ Նորմալ է, բոլոր ծառայողների մոտ էլ առաջի անգամ նմանատիպ իրավիճակում հայտնվելուց այդ լարվածությունը լինում է։ Կարծում եմ, որ վտանգավոր իրավիճակներում համարձակ կարող է դուրս գալ։ Անկեղծ ասեմ, կարող է դառնալ բարեկային ծառայող։ Կվերցնենք մեզ գործընկեր։ Դե ես արդեն չեմ զարմանում, որ Ինչի՞։ տենց գողում եմ քեզ։ Մի հատ կասես իմ մասին ինչ են ասել։ Չեմ ասել։ Լավ բաներ էլի։ Էլի լավ բաներ։ Չեմ ասել։ Ես դու խոսեի, դու Լավ, եկեք ես իմ կարծիք կարծիք ասեմ։ Քայլենք, հա։ Ես իմ կարծիքը կասեմ, իմ ավագ գործընկերների մասին նախ ասեմ, որ իրենց անկեղծ շատ սիրել եմ, իրենց գործը իրենց շնորհիվ սկսել եմ էլ ավելի շատ գնահատել, անկեղծ եմ ասում։ Ու ինձ շատ եմ սիրել, մի տեսակ այնքան շատ, որ հիմա սենց որ նայում եմ այսօր ուզում եմ գնահատեմ, հասկանում եմ, որ այս մասնագիտությունը գնում է թոփերի մեջ, իսկ ես չէի սպասում, որ ինչ-որ մասնագիտություն կլինի, որ գնա այն սկզբերը, հասկացաք, թոփ եռյակի մեջ է։ Շատ ուրախ եմ, որ այսօր այս մասնագիտությամբ եմ զբաղվել, որ այդքան հետաքրքիր անցել եւ եթե չլինեին իրենք, գուցե այդքան հետաքրքիր չանցներ, բայց քանի որ իրենք այդքան հետաքրքիր էին ամեն ինչ պատմում, ինձ վստահում էին։ Մի խոսքով շատ եմ ուրախ, շատ անկեղծ, ինձ լիցքավորված գնում եմ տուն։ Շնորհակալություն ձեզ, այսքանը դուք չմոռանաք բաժանորդագրվել Զուտ լաբին, որովհետև ինչ-որ նոր հետաքրքիր բաներ են մտածել, նոր ինձ backstage ասեցին, դրա համար ձեզ հաստատ հետաքրքրելու է բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ Կհանդիպենք։